Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Որքան եք գնահատում ձեր շանսերը ընդհանրապես խորհրդարանում հայտնվելու, սա կխնդրեմ դիտարկեք նաև այն համատեքստում, որ երկրորդ նախագահը իր ասուլիսի ընթացքում անդրադարձավ ընդհանուր առմամբ իր պատկերացումներով, որ խորհրդարանում դեռևս 3 ուժեր են կարողանալու անցնել, դա քաղաքացիական պայմանագիրն է, Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ եւ մեր ձևով շարժումը, արդյոք դուք ունեք հարցումներ սոցիոլոգիական, որոնք ցույց են տալիս, թե դուք ինչ ռեյտինգ ունեք, եւ նաեւ քաղաքական օրակարգի մասին, դուք ինչ օրակարգով եք ներկայանալու քաղաքացիներին, որովհետեւ քաղաքացիական պայմանագիրը նշում է, որ ապագա կախոսույթը փոխվել է, ապագան այսօր է եւ իրենք խաղաղության օրակարգն են առաջ տանելու, ընդդիմության օրակարգը որն է։ Շնորհակալություն։ Նախ ուզում եմ հստակ նշել, որ մենք ձևավորում ենք սա ինքնուրույն քաղաքական նախաձեռնություն է։ Ես հատուկ իմ ուղերձումել եմ նշել, որ տեսալ ուղերձումը, որ մենք ցույց ենք տալու, որ կա ինքնուրույն միտք, ինքնուրույն խոսք եւ կարողություն։ Եվ բնականաբար մենք առաջ ենք շարժվելու մեր այս ուղերձներով։ Մենք հայտարարեցին նաև ես, որ մենք գալիս ենք հիմնախնդիրները լուծելու։ Մենք հավակնում ենք իշխանություն ձևավորելու։ Ես հավակնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին։ Մենք որպես ինքնուրույն քաղաքական ուժ այդ օրակարգով ենք շարժվելու։ Բնականաբար նաև այս հիմնախնդիրները լուծելու հարցում միասնական ուժերով շարժվելուն, այսինքն հասարակության միասնություն։ Հետևաբար մենք հասարակության միասնությամբ եւ համերաշխությամբ, նաեւ բայց միասնական ջանքերը միավորելու հանունի օրակարգով էլ շարժվելու ենք առաջ։ Ինչ վերաբերում է հանրապետության պաշտոնաթող նախագահի ասուլիսին եւ քաղաքացիական պայմանագիր, ասեցի, քաղաքացիական պայմանագրի դիրքորոշումներն, դա նրանց դիրքորոշումներն են։ Ես հիմա խնդիր չունեմ անդրադառնալու եւ գնահատականներ տալու նրանց դիրքորոշումներին։ Ես ասում եմ ինչ մենք ենք անելու։ Եվ սա ասում եմ շատ հստակ, սա ասում եմ ազնիվ ձևով մեր քաղաքացիներին եւ ասում ենք, որ մենք լայնածավալ գործունեություն ենք սկսելու հենց այս հիմնարար գաղափարներից ելնելով։ Խաղաղություն։ Գիտեք, ես իրականում ակնկալում եմ այդ հարցը, որ պետք, որովհետև այո, գլխավոր քննարկվող հարցերից է։ Խաղաղությունը հատուկ ուզում նշել, բացարձակ արժեք է, ես միշտ եմ սա ասել։ Խաղաղությունը մեզ համար անբեկանելի է։ Չի կարող ներառել խաղաղության որևէ գործընթաց։ Բայց խաղաղությունը արդյունք է։ Խաղաղությունը արդյունք է բազմաթիվ գործընթացների։ Խաղաղությունը արդյունք է նրա, որ պետք է ունենաս ուժեղ անվտանգության համակարգ։ Խաղաղությունը նրա մասին է, որ պետք է երկրում լինի միասնություն, որ պետք է ոչ թե առաջնորդվել հակադրություններով, ոչ թե պետք է ատելություն գեներացնելով շարժվել, կռվածնելով մարդկանց, այլ աշխատել հանունի, որ մեր խնդիրները լուծենք։ Մենք տեսեք ինչքան խնդիրներ ունենք, չէ՞։ Ամեն օր բախվում ենք ամեն մեկս այդ խնդիրներին։ Տեսեք մենք ինքներս մեր յուրերներով ինչքան խնդիրներ բարձրացրեցինք։ Վստահ եմ դուք բոլորդ այստեղ մեծ քաղաքացիները դրանից շատ ավելին գիտեն։ Այնպես որ մենք ինչպես արդեն հայտարարել ենք այս օրակարգը, այդպես էլ շարժվելու ենք խաղաղությունը մեզ համար որպես բացարձակ արժեք արդյունք է այս բոլոր մոտեցումների։ Եվ մենք այստեղ ղեկավարվել ենք ոչ միայն արտաքին գործոններով, այլ ներքին գործոններով, որոնք կարևորագույն նշանակություն ունեն։ Շնորհակալություն։